Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Առավոտը Շտիգեն ընկերությունների խմբի հետ նախաձեռնում է նոր նախագիծ, նոր հաղորդաշար, որը կոչվում է ազգային բուրժուազիա։ Մենք խոսելու ենք գործարար աշխարհի առաքելության, բիզնեսի պատասխանատվության կյանքը բարեփոխելու մասին ի վերջո։ Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը պետք է բարեփոխվի, բայց սովորաբար այդ խոսակցությունները տանում են դեպի փոխադարձ մեղադրանքներ եւ վիրավորանքներ։ Մեր կարծիքով այդպես հնարավոր չի ձևավորել ազգային օրակարգ։ Նման օրակարգ ձևավորվում է միայն հարգալից երկխոսության միջոցով։ Եվ մենք այս երկխոսությանը հրավիրում ենք ոչ միայն գործարարներին, այլև փորձագետներին, տնտեսագետներին, նաև մտավորականներին եւ բոլոր շահագրգռված անձանց։ Եվ այսօր այդ հաղորդաշարի առաջին հաղորդումն է։ Այժմ առավոտի տաղավարում է հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը։ Վարդան, շնորհակալություն։ Սիրով։ Քանի որ առաջին հյուրն եք, բնականաբար ես ուզում եի հետաքրքրվեի, ինչպես եք վերաբերում այդ հաղորդաշարի վերնագրին ազգային բուրժուազիա, որովհետև կարող են նաև բացասական կանոտացիաներ լինեն նախկին սովետական խորհրդային մարդկանց մոտ։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ անկեղծ ասած ձեր այս նախաձեռնությունը Շտիգեն ընկերությունների հետ բավականին լավ նախաձեռնություն է, որովհետեւ այս հարթակի միջոցով կարծես թե այն առաջի ազդակները, որ դուք արդեն տվեցիք, երկխոսություն, փորձենք մենք ինչ որ գործողություններ անենք, մեր հասարակությունը բարեփոխվենք եւ դրա ամենակարևոր հենասյունը դա մենք որպես հայ հասարակություն կայանանք, ուժեղանանք եւ կարողանանք դիմադրենք այս ամբողջ գաղափարողություն եւ ողջունում եմ ես ձեր այդ նախաձեռնությունը։ Երկրորդը այդ հարցը իրականում տեսեք երկու բառ կա այդտեղ, մեկը ազգային, մյուսը բուրժուազիա։ Բուրժուազիան տրիվիալ հասկացություն է, որովհետեւ եթե շարքային քաղաքացիներին մենք նայենք, դե գիտեք մեզ մոտ միշտ կան դեռևս հասարակության մեջ խորհրդային միությունից դեռևս սերունդներ, որոնք որ բուրժուազիա հասկացությունը բացասական են ընդունում, հա, որովհետև հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը իրականում բուրժուական կարգերի տապալումն էր, բոլշևիկների հավասարություն եւ այլը, հա։ Եվ այստեղ կարող է այս հասկացությունը բացասական անցալվել։ Մյուս կողմից, եթե մենք պատմությունը նայում ենք, իրական այդ հասարակության այդ շերտը բուրժուազիա կոչվածը իրականում եղել է ընդհանուր տնտեսության մեջ կամք թելադրող, եղանակ ստեղծող, առաջնորդող փոփոխություններ առաջնորդություն վերցնող, հա։ Նույնիսկ մենք օրինակները բազմաթիվ են եւ Ֆրանսիայում, եւ Մեծ Բրիտանիայում օրինակ 17-րդ դարին փոփոխությունները երբ որ տեղի ունենան, հենց բուրժուական այդ շերտն էր, որը որ առաջնորդությունը վերցրեց փոփոխություններ իրականացրեց։ Համար այդ տեսանկյունից կարծես թե եթե խորանում ենք բուրժուազիայի ասվածի մեջ, ինքը դրական շերտն է, այսինքն դա այն հասարակության շերտն է, որը որ ունի հնարավորություն, որը ունի ռեսուրսներ, որը կարող է եղանակ ստեղծել։ Հիմա հարցը առաջանում, իսկ ինչ եղանակ ենք մենք ուզում ստեղծենք։ Այդտեղ մեզ օգնության է գալի ազգային բառը։ Ազգայինը կարծես օժանդակում է եւ օգնում է բուրժուազիային, այսինքն մենք պետք է ոչ թե եղանակ ստեղծող լինենք կամ թելադրող կամ փոփոխություններ առաջնորդող հասարակության շերտ լինենք, այլ այդտեղ պետք է լինի նաև ազգային գաղափարախոսություն։ Ինչու ազգային, գիտեք, ուզենք թե չուզենք, եթե պատմությունը նայում ենք, արամ մենք անկեղծ ասած մեր նեղ շրջանակում, երբ որ քննարկում էինք այս գաղափարը, Շտիգեն ընկերությունների սեփականատեր եւ հիմնադիր Հայկի հետ, Վաչեի հետ, Գաբրիելյան Քոչարյան Կարենը, Դավիթ Անանյանը, մենք միշտ անընդհատ մտածում ենք, թե ինչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակը փոխվենք, որտեղ պատմությունը ցույց է տալի, որ մեր տարածաշրջանը եւ մեր աշխարհագրական դիրքը այնպես է, որ միշտ մենք մարտահրավերներ ունենալու ենք, ունեցել ենք, ունենք եւ ունենալու ենք։ Հետեւաբար միայն ձեր նախաբանում ինչ շատ դուր եկավ այն խոսքը, որ միմյանց մեղադրել, երկխոսություն չլինել, դա իրականում որևիցե միտեղ չտանող ճանապարհ է, որովհետև դու անընդհատ ռեսուրս ես ծախսում,
պատճառների իրականում կոնկրետ ներկա իրավիճակը բանավիճելու եւ մեղավորներ կարգելու մասում, բայց ռեսուրս չես ծախսում ելքի ճանապարհների վրա։ Սա իրականում հենց նույն հանրային ֆինանսների տեսանկյունից եթե մենք նայենք կորցված ռեսուրս է։ Տնտեսագիտական գրականության մեջ դա կոչվում է մեռած ծախքեր, sunk cost, որովհետև դու ծախք ես արել, արդեն դա հետ վերադարձնելի չի, բայց դա արդյունքի հետ կապված որևիցե կապվածություն չունի։ Դա մեռած ծախքերն ենք մենք անընդհատ ստեղծում։ Դրա համար գաղափարի տեսանկյունից մենք ասեցինք միգուցե մենք մտածենք ինչ որ դոկտրինա, որին կամաց մենք կներգրավենք համախոհների, իսկ ովքեր պետք է լինեն այդ համախոհները, բուրժուազիան, այսինքն այն հասարակության անպայման չի գործարարները, չէ՞։ Անպայման չի գործարարները, դրանք գիտեք այն հասարակության շերտն է, ես նորից ասացի, գործարարները ունեն ազդեցության այլ լծակներ, հա, նրանք ունեն եկամուտներ, նրանք ունեն ընկերություն, նրանք ունեն իրենց հետևող աշխատակազմ, աշխատակիցներ, ունեն նաև ռեսուրսներ եւ ֆինանսական եւ այլ տեսանկյունի, բայց դա միայն բավարար չէ, որովհետեւ պետք է այստեղ նաև լինեն գաղափարակից մարդիկ, մտավորականներ, որոնք որ հանրության մեջ նաև ունեն կշիռ, ունեն խոսքի ուժ, եւ այդ խոսքի ուժով եւ կշռով կարող ենք մենք բոլորս լողալ մեկ ուղղությամբ։ Գիտեք, Արամ, ես ուզում եմ այստեղ մի հետ ես անընդհատ այդ մուլտֆիլմը օրինակ եմ բերում բոլորին։ Իմ երեխաները շատ են սիրում գտնել Նիմո 2004 թվականի դա մուլտֆիլմ է Finding Nemo-ն, Միացյալ Նահանգների արտադրության ֆիլմը, այնտեղ մի փոքր դրվագ կա, երբ որ ուրկանը գցում է եւ ձկներին հանում է, ձկները սկսում են քաոտիկ շարժվել։ Այդ ձկներից մի այդ խելոք ձուկ ասում է բոլորդ լողացեք նույն մեկ ուղղության վրա դեպի օվկիանոսի խորքը։ Սկսում են բոլոր ձկները մեկ ուղղության վրա շարժվել։ Գիտեք, հետարքիրը ինչ է, մուլտֆիլմ է, բայց դրա մեջ ունի խորը փիլիսոփայական իմաստ, որովհետև երբ որ ամբողջ այդ ձկները սկսում են մեկ ուղղությամբ շարժվել, ուժը մեծանում է, որովհետև քաոտիկ շարժման մեջ քո ուժը կենտրոնացված չէ, քո ուժը ցրված է, մեկ ուղղությամբ շարժման մեջ արդեն ուժը կենտրոնանում է եւ նավը շուռ են տալի եւ բոլորը իրականում ազատվում են այդ ուրկանից։ Գաղափարը կայանում է նրանում, որ եթե մենք կարողանանք ինչ որ գաղափարի շուրջ բուրժուազիա, այսինքն հասարակության այն շերտ, որոնք որ ունեն փոփոխություններ կատարելու ներուժ եւ ազգային, որը որ մենք պետք է ընկալենք մեր ազգային արժեքների, մեր ինքնության, մենք ազգապահպանության եւ այլ բոլոր այդ արժե համակարգը կպցնենք բուրժուազիայի այս հնարավոր շերտին եւ փորձենք դիրքավորվել աշխարհում։ Վերջի թեզը եւ իհարկե ես վստահ եմ դուք կունենաք շատ հարցեր։ Գիտեք, Արամ ջան, ես հեռու եմ այն մտքից, որ աշխարհում անհնարին բաներ կան։ Անհնարին բաներ չկան, ուղղակի քիչ ջանք կա, քիչ աշխատանք կա։ Մենք թերևս կարող չենք փնտրում եւ գտնում այն դռները, որոնք փակ են եւ կարելի է բացել։ Ուղղակի 1-2 դուռ մենք փորձում ենք բռնակը իջեցնել, տեսնում ենք փակ է եւ հանձնվում ենք։ Բայց կյանքը ցույց է տալի, եթե դու կարողանաս այդ դռները գտնես, բացես եւ իրականում հզորանաս, դու կարող ես նաեւ աշխարհում որոշակիորեն նաեւ դիրքավորվես եւ քեզ հարգեն։ Այսօրվա մեր իրավիճակը, գիտեք, շատ տխրեցնող է, որովհետեւ կարծես թե Հայաստանը դարձել է ոչ այդքան անկալելի, շատ դեպքերում նույնիսկ անտեսում են մեր շահերը եւ այլը, բայց փոխարենը մենք ունենք նաեւ այլ երկրներ, հա, որոնք որ չեղածտեղից դարձել են գլոբալ խաղացողներ, օրինակ Սինգապուրը այդ տարածաշրջանում, Հարավային Կորեան, երբ որ շատ աղքատ երկիր էր, հետո դարձավ առաջավեր եւ չասած Իսրայելի кейսը, դեպքը, երբ որ մինչև 47 թվականը Իսրայելը ընդհանրապես գոյություն չուներ, բայց այսօր արդեն աշխարհում կամք է թույլատրում։ Դառնալով գործարարների, գործարարի իմաստը փող աշխատելն է, շահույթ ստեղծելն է։ Շահույթ ստեղծելն է։ Ինչպես, հարց է առաջանում, թե ինչպես։ Արդյոք նա պետք է մտածի իր եւ իր բաժնետերերի շահի մասին, թե նաեւ սպառողների եւ ամբողջ հասարակության մասին։ Գիտեք, շատ լավ հարց եք տալի, եւ այս հարցը իրականում ակադեմիական աշխարհում այսօրվա դրությամբ Հարվարդում, Քեմբրիջում, Ջիս Իլինոյի համալսարանի Ջիս Սքուլում դպրոցում քննարկվում է միշտ եւ բիզնեսի տեսանկյունից անընդհատ խոսվում է բաժնետերերի արժեքի եւ
շահագրգիռների արժեքի հակասությունների կամ համադրումների մասին, հա, անգլերեն shareholder values versus stakeholder values։ Ովքեր են այդ շահագրգիռները, հա, stakeholder-ները, այսպես ասած, իրականում գաղափարը ինչու՞մն է, shareholder values կամ բաժնետերերի արժեքի հետևը ընկած է Ֆրիդմանի տեսությունը եւ Միլտոն Ֆրիդմանը դեռևս 70-ականներին ասել է, որ բիզնեսը չի կարող զբաղվել այլ գործունեությամբ, քան շահույթ ապահովել եւ մաքսիմալացնել բաժնետերերի բարեկեցությունը։ Սա է նրա հիմնական բանը։ Իհարկե, Միլտոն Ֆրիդմանին քննադատում են արան, բայց կարծում եմ այնտեղ կա երկրորդ մասը, որովհետեւ Միլտոն Ֆրիդմանը ասում է շարունակում է այդ թեզը, քանի դեռ դու չես խախտել շուկայավարման ընդհանուր նորմերը եւ հասարակության չես խախտել հասարակության շահերը։ Այդ երկրորդ մասը սովորաբար չեն ասում։ Չեն ասում։ Այստեղ գալիս է իհարկե ես իհարկե այս մասը նաեւ բանավիճել եմ իմ դասախոսների հետ։ Ես կարծում եմ, երբ որ բերում են, դա արիստացին բանավեճ է, երբ որ հակադրում են, դրանք մեկը մյուսին փոխ լրացնող է։ Հիմա առաջ է նա գալի, իսկ ինչ որն է այդ այլ շահագրգիռների նրանց շահերը, դրանք բնականաբար քո աշխատակիցներն են, դրանք համայնքն է եւ այլը։ Հարց է առաջանում, ինչու պետք է տնտեսվարողը հոգ տանի նաև նրանց մնա շատ բարձ պատճառը, որովհետև ակադեմիական աշխարհում Արամ ջան կան բազմաթիվ շատ վերլուծություններ, որ եթե դու միայն նեղ ֆոկուսում ես ուղղակի շահույթ ապահովելու վրա, դա leverage-ի կամ երկարաժամկետ քեզ մոտ կայունության չի բերում։ Ինչու՞, որովհետև առաջ մղվելու համար այսօր աշխարհը գլոբալիզացվել է, հասկանում եք։ Եթե դու քո աշխատակցի վրա ներդրում չես կատարում, որպեսզի նա զարգանա, դու հետ ես ընկնելու աշխարհից։ Եթե դու համայնքի վրա ներդրում չես կատարում, այդ հետ ես ընկնելու, որովհետև համայնքը վաղը միսիորա, չէ՞ որ դեմոկրատական արժեքներով նա որոշակիորեն նաև ունի ընտրելու իրավունք եւ այլ։ Կարող են այնպես ինչպես լինում է, եթե համայնքը զարգացած չէ, ենթադրենք կամ ենթակառուցվածքները լավ չեն, զուտ քեզ մոտ տնտեսական ծախքերն են ավելանում եւ այլ, շրջակա միջավայրը, եթե դու լավ չես պահպանում, բնականաբար դա երկարաժամկետ ազդում է նաև առողջության վրա, մարդիկ ավելի հիվանդ են, ավելի քիչ արդողական եւ այլն։ Այստեղ ակադեմիական աշխարհում բավականին շատ վերլուծություններ կան, որը երկարաժամկետ այդ նպատակները ֆիքսելով ապացուցում են, որ եթե ընկերությունները անտեսում են նաև այս stakeholder-ների կամ այլ շահագրգիռների արժեքները, նրանք երկարաժամկետում տանուլ են տանում։ Նայեք Աֆրիկային, հա։ Աֆրիկյան երկրներում, գիտեք, ես եղել եմ օրինակ Կոնգոյի դեմոկրատական երկրում եւ այս թեզը շատ եմ ես բանավիճել մեր դասախոսական անձնակազմի հետ, ասում եմ հասարակության նորմերը իրականում թելադրում են, թե ինչպես պետք է նաեւ ընկերությունը իրեն պահի, որովհետեւ ընկերությունը այլ կերպ է իրեն պահում Միացյալ Նահանգներում, որովհետեւ այդտեղ նորմերը ուրիշ ձև է եւ այլ կերպ է պահում Կոնգոյում, որովհետեւ այնտեղ նորմերը ուրիշ են։ Եթե մենք կարողանանք որպես մեր հասարակության սեփականատերը այդ նորմերը փոխենք, այդտեղ նաև կդիրքավորվի բիզնեսը եւ նաև կա հակառակ բան, որ բիզնեսն էլ կարող է որոշակիորեն ազդի հասարակության նորմերի վրա։ Հա մենք տեղյակ ենք տեսել ենք բիզնեսներ, որոնք որ առաջադրանմարտիկներ են օրինակի համար ESG տեսանկյունից, նրանք բավական եւ իհարկե նրանք, որոնք որ կարողանում են լավ նաև սոցիալական եւ governance-ի կառավարման շրջակա միջավայրի վրա ներդրումներ կատարեն, ապահովում են այդ միջավայրը։ Միջավայրը իրենց supportive օգնող է լինում, օժանդակող է լինում, որովհետև ուզենք թե չուզենք, բիզնեսը առնչան աշխատում է ոչ թե լուսնում կամ վակուումում, բիզնեսը աշխատում է միջավայրում։ Իսկ ով այդ միջավայրը։ Դա քո աշխատակիցներն են, դա քո շրջապատն է, համայնքն է, միջավայրն է տնտեսական եւ այլն։ Այսինքն ճիշտ եմ ես հասկանում, որ մենք պետք է համոզենք բիզնեսմենին, որ սոցիալական կամ ազգային պատասխանատվությունը իրեն ձեռնտու է։ Հակառակ դեպքում ինչ որ իդեալների համար նա ոչ մի ծախս չի անի։ Շատ ճիշտ եք, եւ այստեղ է ամբողջան գլուխը թաղված, գիտեք, շատ կարեւոր է, որ եթե բիզնեսներին մեզ հաջողվի, որ ունենանք դոկտրինա իդեոլոգիա, հասկանում եք, դա նաեւ իրենց համար է կարեւոր։ Ձեզ օրինակ բերեմ, հա։ Շատ ցցուն է Գերմանիայի եւ հարավ կորեական փորձերը, հա, երբ որ այնտեղի ընկերությունները զուտ դարձան
գլոբալ խաղացողներ, որտեղ առաջի հերթին լոկալ իրենց հասարակությունը իրենց օգնեց։ Օրինակ գրունտիկը համաշխարհային շուկայում դիրքավորվել է, որովհետև գերմանացիները հակված են եղել, նրանք պատրաստ էին ավելի բարձր գին վճարել գրունտիկի էլեկտրոնիկա սպառելու համար, քան ասենք օրինակ Masshita Electronics-ի կամ Samsung-ի։ Այդ այն ժամանակը, որտեղ հիմա գրունտիկը թուրքական ընկերություն է, ըստ էության։ Այո, ճիշտ է։ Ես նկատի ունեմ ամենասկզբնական ստեղծման պահից։ Իդեպ Beko ընկերությունը թուրքական եւս այդպիսի բան է ունեցել իր տակը, որովհետեւ Beko-ն էլ թուրքական է, դա տակը ունեցել է նաեւ այդպիսի ազգայնական ինչ-որ բաներ, թուրքերը ավելի շատ են սպառել իրենց սեփական էլեկտրոնիկան, որը մրցունակության տեսանկյունից ավելի թույլ մրցունակ էր, բայց մարդիկ հակված են իրենցը սպառել, որովհետեւ նրանք գիտակցում են, հասկանում եք, տնտեսվարույթ կողմից կար հստակ ազդակներ, որ այն ինչ որ ես արտադրում եմ եւ անում եմ, դա նաեւ ձեզ համար է։ Եվ դա աշխատատեղ է, դա բարեկեցություն է, դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է, դա հարկեր է, դա առողջապահական համակարգ է եւ այլ, այն ինչ որ ես անում եմ։ Եվ բնականաբար փոխարենը արդեն մարդկանց ընկալման մեջ կար, որ այո, ես սպառում եմ, բայց ավելի լավա տեղականը սպառեմ, որովհետեւ դրանով ես ինքս ինձ եմ օգնում։ Որովհետեւ երբ որ ես գնում եմ տեղականը, դա ոչ թե ենթադրենք գնում է այդ ձեռնարկատիրոջ գրպան, այլ ինձ է նա օգնում, որովհետև ձեռնարկատերն է հարկեր է տալի, ձեռնարկատերն է իր վրա ծախսեր է կատարում, ձեռնարկատերը նաև սոցիալական ծրագրեր է անում։ Եվ այս փոխադարձ խաղը կարծես թե իմ այդ վերած մուլտֆիլմի օրինակն է դառնում, այսինքն ստացվում է, որ ձկները փորձում են օգնել երկու կողմանի լողալ մեկ ուղղության վրա եւ ստացվում է այն ինչ որ ստացվում է, որ այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը մեծանում է շատ ավելի շատ, քան թե եթե իհարկե մարդիկ ճիշտ են անցալում այս մոտեցումը, քան թե այլ դեպ պետք է կլիներ։ Ես ավելի պրիմիտիվ ձեր թույլտությամբ օրինակ բերեմ, շենքի վրա գրված էր. այս շենքը կառուցելու համար չի օգտագործվել թուրքական շինանյութ։ Դա ինչ է, մարքեթինգային քայլ է, թե ազգային պատասխանատվության ինչ-որ բաղադրիչ։ Ես կարծում եմ երկուսն էլ, եթե տեսեք, մարքեթինգային քայլ կլինի, եթե դա հասարակության եսպառողների սպառման հոգեբանության վրա ազդի։ Եթե դա ազդում է եւ սպառողները պատրաստ են դրան, դա շատ լավ մարքեթինգային քայլ է, որտեղ մարքեթինգային քայլը հիմնականում թիրախավորում է, թե ինչին է արձագանքում սպառողը, հասկանում եք։ Եվ այստեղ կա նաեւ երկրորդ մասը, նաեւ ազգային մասը։ Հիմա ես դրա համար եմ ասում, այս գաղափարը կարծես թե ֆուտբոլի խաղ լինի, որովհետև քո ֆուտբոլը չես կարող մեկ թիմով խաղալ, երկու թիմերն էլ պարտադիր է, որպեսզի ֆուտբոլը ստացվի, իսկ այդ երկու թիմերը մեկը արտադրողն է, մյուսը սպառողն է, եւ երկուսի մոտ էլ այդ իդեոլոգիան պետք է լինի, եւ պետք է լինի մարքեթինգային քայլ, որովհետև արտադրողը պետք է վստահ լինի, որ սպառողը պատրաստ է գին վճարել, որովհետև դա ազգային է, որովհետև պետք է հասկանա, որ դրանով ենթադրենք արտադրողը գնում է տեղական արտադրանք, իսկ տեղական արտադրանքի ժամանակ հարկեր է վճարում, իսկ տեղական արտադրանքը ձեռք բերելու ժամանակ աշխատատեղ է ստեղծում, հարկերից նաև գնում է բյուջե, որը գնում է պաշտպանական ծախսերին, դա իրենց անվտանգությունն է, դա իրենց ապահովությունն է եւ վերջապես դա իրենց երեխաների ապագան է։ Իհարկե այս ազգային բուրժուազիայի գաղափարախոսության շրջանակում արամ մեկ հետեւել թեզը եւս կար, որ մենք մտածում էինք 5-ով, թե ինչու պետք է բիզնեսները արձագանքեն այդ գաղափարին, միգուցե նաև այն տեսանկյունից, որ իրենց մոտ պետք է անկալելի դարձնենք, որ այն ինչ որ դուք ստեղծում եք, ասենք մեր հայկական իրականության մեջ գիտեք ուզենք թե չուզենք այդ կլանական մոտեցումը, կլանային մոտեցումը կա, բայց այս կլանային մոտեցումը գիտեք պետք է ոչ թե բացառել ընդհանրապես, այլ պետք է վերափոխել եւ համադրելի դարձնել քո ազգայինին։ Եվ այդ քո կլանը դու կարող ես քո այդ կլանը ուժեղացնել, կայունացնել, եթե դու ունես հեռանկարային տեսլական, ավելի երկար ես մտածում։ Բիզնեսները գիտեք, մեկը ակադեմիական աշխարհի վերլուծություն եւս ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, ես պետք է խոստովանեմ ժամանակին ես բավականին սկեպտիկ էի այդ հարցում, հետո ինձ բռնացրեցի մեկ մտքի վրա, որ Արիստոտելը մեր թվարկությունից առաջ Հորդանում երբ որ ասել է, որ աննպատակ մարդը ոչ մի բանի պետք չի, հա, դա կործանված մարդն է, հա, կարծես թե այդ դոկտրինը նաև ճիշտ է բիզնեսի համար։ Ես մտածում եմ, որ գիտեք ժամանակին այդ purpose նպատակը, միսիան, առաքելությունը, որ բիզնեսներն ունենում են, դա ուղղակի զուտ նրա համար է, որպեսզի web կայքերում լինի,
բայց իրականում ակադեմիական աշխարհում բավականին շատ ընթերցեցի նոր նաև կատարած վերլուծություններ պրոֆեսորների կողմից, որոնք փաստում են, որ նպատակով առաջնորդվող ընկերությունները եւ միսիան, երբ որ ընկալելի այդ առաքելությունը ամբողջ քո աշխատակազմի համար շատ ավելի արդյունավետ են, շատ ավելի քիչ ծախսեր են անում եւ ունենում են ավելի հեռանկար նպատակներ եւ մեծ հաջողություններ, քան այն ընկերությունները, որոնք ուղղակի ենթադրենք նստած են, ասենք, տնտեսագետներից կհասկանան balance scorecard կամ կոչվում է paycheck system, վճարման համակարգ, երբ որ դու ունես բոնուսային համակարգ, լավ ես աշխատում, ես քեզ փող եմ տալի, վատ ես աշխատում, քեզ պատժում եմ։ Մենակ դա բավարար չէ։ Համեմատված էր երկու ընկերություններ, որոնք որ ունի միայն լավ ես աշխատում, բոնուս եմ տալի, վատ ես աշխատում, քեզ պատժում եմ, միայն այդ համակարգը եւ կար ընկերություն, որը ուներ շատ ուժեղ ներդրված առաքելություն, բոլորը մեկ մարդու նման հասկանում էին, թե ինչու համար են նրանք շուկայում, հա, դա նպատակն է, ինչու համար են նրանք շուկայում եւ առաքելությունը, թե ինչ են անում, որպեսզի այդ նպատակին նրանք հասնեն։ Եվ այս երկրորդ ընկերությունը ավելի նվազ ծախսերով ավելի մեծ արդյունք էր ապահովում։ Մեր գաղափարը հիմա եթե այս մոտեցումները մենք կարողանանք մեր բիզնեսմենների մոտ ներդնենք, որ եւ դա կպցնենք ազգայինին, որովհետեւ քո երկարաժամկետ նպատակը է, նորից ուզում եմ հիշեցնել իմ այն դոկտրինան, մարտահրավերները մեզ համար տրված են, Արամ ջան, դրանք չենք կարող ուղղակի ենթադրենք Աստծուն ապավինեն կամ մտածենք, որ ռուսը գալու է մեր հարցերը լուծի կամ եվրոպացին։ Մենք ինքներս մեր հարցերը պետք է լուծենք։ Եվ սա տրված մարտահրավեր է։ Ազգային բառի մասին, հա, շարունակելով ձեր խոսքը, ազգային բառը այսօրվա Հայաստանում մեղմ ասած ոչ միանշանակ է ընկալվում։ Եվ բիզնեսի հետ կապված առավել եւս, որովհետեւ ասում են փողը ազգային ոչ մի հատկացնիչ չունի, ռուսերեն ասած деньги пахнут եւ այլն։ Այնուամենայնիվ ձեր նշած օրինակները, օրինակ Samsung-ը, հա, արդյոք այդ ընկերությունը ազգային չէր իր հիմքով, արդյոք մարդիկ, որոնք այնտեղ աշխատում էին, չէին զգում, որ նրանք ինչ որ մի մեծ երևույթի մասնիկ են։ Եթե դու դուրս ես գալիս քո անձնական զուտ, քո անձնական, դու սկսում ես ավելի լավ աշխատել, թե ես սխալվում եմ։ Արամ ջան, գիտեք, իրականում գոյություն ունի այսպիսի տեսություն life cycle of the companies, կյանքի տևողությունը կամ ցիկլը կյանքի ընկերությունների, ես վստահեցնում եմ վերազգային ընկերությունները, որոնք որ դուրս են եկել երկրի ճիրաններից, այնպես է, որ նրանք միանգամից վերազգային են դարձել եւ սկզբնական շրջանում շատ կարեւոր է քո պետության ներուժը, քո պետության թե քո հետևը ինչ պետություն է կազմակերպված։ Եվ դրա համար եմ ասում, սա փոխադարձ խաղ է, հասկանում եք, դուք հարկեր վճարելով եւ այդ ազգային գաղափարը ունենալով ուժեղացնում եք պետությանը, որպեսզի նաեւ պետությունը օգնի ձեզ։ Ես մեկ օրինակ բերեմ իմ սեփական փորձից, գիտեք, եղել էին դեպքեր, երբ որ Ադրբեջանը, դա 14 թվականից քաղաքական հիմունքներով իմ տնտեսվարողների վրա, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների վրա վարկերը ուղղակի կասեցրել էր։ Բնականաբար տեսեք, այդտեղ տնտեսվարողների, չեմ ուզում նշեմ, որ ընկերության մասին, հայկական ընկերության մասին էր խոսքը, տնտեսվարողի հետևի կանգնած բաժնետերը բավականին գլոբալ աշխարհում ճանաչված մարդիկ են, շատ լավ կապերով եւ Միացյալ Նահանգների կառավարություն եւ այլ եւ այլն։ Նրանք միայնակ չկարողացան ոչինչ անել, քանի դեռ չներխուժեց այդտեղ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ես խնդրեցի երրորդ նախագահին, որպեսզի ինձ գործողի Միացյալ Նահանգներ, որովհետեւ այդտեղ արդեն պետություն հարաբերություն են, հասկանում եք, եւ ես հստակ ասում եմ, որ չի կարող, ես իմ տնտեսվարողի պետք է օգնեմ։ Կոպիտ ասած, մեր հայկական իրականության մեջ լավ խոսք է, չէ՞, թասիբին կանգնեմ, հա, այսպես ասած։ Եվ հենց դրանում է կայանում իմաստը, որ երբ որ մենք խոսում ենք ազգայինի մասին, առանց ուժեղ պետության ընկերությունները, որ ունենան աճ, հարատև աճ, պերմանենտ աճ, դա գրեթե անհնար է։ Գրեթե անհնար է, Արամ ջան, որովհետև գալիս է ինչ-որ մի ժամանակա, որ պետք է պետությունը քեզ օգնի։ Ասենք օրինակ, ձեզ մեկ այլ օրինակ բերեմ։ Երբ որ ես նշանակվեցի նախարար կամ փոխնախարար ժամանակահատվածներում, երբ որ կառավարությունում էի, բոլոր երկրների դեսպանները
գալիս էին նորանշանակ փոխնախարարի մոտ եւ նախարարի մոտ եւ ռոպագանդում էին, առաջ էին տանում իրենց տնտեսվարողների շահերը։ Նույնը նաեւ ես արել եմ այլ տեղեր, անկեղծ ասած, իհարկե ունենք Սևսոփյան բանկում եւ այլը, ինձ ունկնդրողները կարող են, չեմ ուզում նույնից էլի ասեմ, որ ընկերությունը, մեկ ընկերությունը խնդրեմ ուներ ֆինանսական, այդ ֆինանսական խնդրեմը դա վերցրել էի որպես ինձ եւ օգնելով տանում էին կարճ։ Այսպեսին է կյանքը, հասկանում եք, առանց ուժեղ պետության, այսինքն տնտեսվարողները պետք է գիտակցեն, այնպես չի, որ ենթենք փողը սահման չի ճանաչում եւ որտեղ կցանկանամ կգնամ այնտեղ գործ կանեմ։ Կգնաք Թուրքիայում բնականաբար հարց է առաջանում, իսկ ինչու պետք է թուրքական կառավարությունը օտարերկրյա ներդրողին այդտեղ կա տարբերակ, գիտեք, որ կարող է joint venture-ներ ունենան եւ այլ, ասա, բայց ամեն դեպքում տնտեսվարողը լինում է տեղական, լոկալ։ Դա չի լինում հայկական, հասկանում եք, եւ այդտեղ արդեն մի քիչ դժվար է դա լինում, թե որքան է քեզ մոտ կապերը, իհարկե ես ինչքան որ հիմա բիզնես եմ շատ ուժեղ ուսումնասիրում, Արամ ջան, այո, ազգային կապերը, քո ամենտեղ աշխատանք, մարդկային հարաբերությունները նորմալ է։ Դա կյանքն է այդպեսին, հասկանում եք, նույն միջազգային կառույցներում ես ձեզ անկեղծ ասեմ, կա այդպիսի բան, որ ենթադրենք հնդիկը փորձում է հնդկական իր հայրենակցին օգնել, դա ամբողջ կյանքն է այդպեսին, մարդկությունն է այդպեսին, հա, բրազիլացին բրազիլացուն եւ այլ եւ այլ։ Դրա համար օտարածին, օտարերկրյա ներողություն, օտարերկրյա ֆիզիկական անձը հաջողակ բիզնես դառնալ այլ երկրը բիզնես որպեսզի դառնա այլ երկրներում նա սկզբում պետք է իր երկրում կայանա որպեսզի ունենա այդ ներուժը կարողանա մնացած տեղեր ունենա եթե իհարկե այլ տեղեր կայանում են դա բացառիկ դեպքեր են լինում այնպես չի որ օրինաչափությունը որ հաստատ քեզ մոտ կլինի այ օրինաչափությունը նա է որ ընկերությունները սկզբում կայանում են իրենց երկրում օգտում են իրենց կառավարությանը եւ կառավարությունն է սատար է կանգնում իրենց ընկերությանը եւ նրանք գնում են առաջ եւ վերջին թեզը ազգային իմաստով ճիշտ եք ասում հենց այս գաղափարը այս նախաձեռնությունը ծագեց նրանից որ կարծես թե այսօր աղավաղվել է այդ ազգայինը եւ մենք կարող ենք մի բան անել որ անընդհատ մեղադրենք ասենք դե գիտեք մենք կառավարությունը պետք է մի բան անել հիմա այդպեսին է կառավարությունը ժողովուրդը ընտրել է եւ մենք հայտնվել ենք շատ վատ վիճակում եւ ինչ եթե միայն ձեր նորից հողում կատարենք ձեր ֆանտաստիկ խոսքի վրա մենակ փոխադարձ մեղադրանքները ոչ մի բանի օգուտ չի պետք է ինչ-որ նոր բան մտածել որովհետեւ այս կառավարությունը կգնա նոր կառավարությունը կգա այստեղ կարեւոր է որ ազգային բուրժուազիայի այդ համակարգը, որը ազգային կպած կլինի, նա միշտ ունենա լոբիստական ուժ, նա միշտ ունենա, ասենք, կառավարությանը անգլերեն լավ տելինը challenging, մարտահրավեր նետելու եւ ճնշելու ներուժ։ Ճնշել մի հասկացեք ուղղակի, որ գնալ փորձել ճնշել, որ այսօր ինքը իմ օգտին պետք է անեք, ճնշել, որ լինի պատասխանատու, որ պահանջատել լինեն, որպեսզի կառավարությունն իր գործողություններում ավելի մեծ հաշվետվականություն ունենա։ Սոցիալական պատասխանատվության դասագրքային եւ ՄԱԿ-ի չափանիշներով արդեն ձեր հիշատակած ESG-ն, ESG-ն է, հա, այսինքն շրջակա միջավայր, սոցիալական ոլորտ եւ կառավարում։ Ինձ թվում է, գուցե սխալվում եմ, դուք ինձ կուղեք, որ վերջինը կառավարումը, governance-ը, հա, հզոր ռեսուրս է, որը մենք առայժմ լավ չենք օգտագործում։ Դա ճիշտ եք նկատում, իրականում երբ որ ես investment-ի ներդրումների կուրս էի ուսումնասիրում, մենք փորձեցինք մեկ վերլուծություն կատարել, թե արդյոք լավ կառավարումը եւ բաժնետոմսերի գները իրար հետ երկարաժամկետ կապ է տալ, հա, կարող են ենթադրենք շուկայական անոմալիաներ ստեղծեն եւ այդտեղ շահումների հիմք ստեղծեն իրականում կապը տվեց եւ իրականում այո կառավարումից շատ մեծ բան է կախված հենց դրա համար այդ կառավարումը այս իր գլխին պետք է ունենանք թե իսկ ինչպեսի կառավարում ենք մենք ուզում գիտեք կորպորատիվ կառավարման սկզբունքները որ ներդրվում են իդեպ ESG-ի ամենակարևոր կոմպոնենտը թե ինչպես է կորպորատիվ կառավարման մոտեցումները այնտեղ լինում։ Գաղափարը որպեսզի մեզ ունկնդրողները լինեն, հասկանան այնտեղ դրված այն համակարգը, որ ամեն մեկը պետք է կատարի իր գործը, իր դերակատարումը, հա, ենթադրենք բաժնետերի ժողովը պետք է իր գործողությունը կատարի որպես քաղաքականություն մշակող եւ վերահսկող գործադիր մարմինը։ Իր գործողությունը պետք է լինի առողջ կոնֆլիկտներ, պետք է այնպես չլինի, որ ենթադրենք
բաժնետերը գնա որոշումներ կայացնի, ասենք հավաքարարին աշխատանքի ընդունելու կամ ենթադրենք թե ֆինանսական տնօրենը ինչ որոշումներ պետք է կայացնի կամ կառավարիչը, դա ամբողջությամբ աղավաղում է, նա հետագայում չի կարող նաև պահանջի, թե իսկ ինչու մենք ունեցանք վատ կառավարում, որովհետև նա մխրճվել է, նա վերցել է այդ ռիսկը իր վրա, նա է որոշում կայացի, նկատի ունեմ բաժնետերը։ Եվ հակառակը նաև գործադիր մարմինը նրանք էլ պետք է լինեն պատասխանատու, թափանցիկ բաժնետերի ժողովին նկատմամբ, այնպես չլինի, որ ենթադրենք ընկերության ռեսուրսները ծառայեցնեն իրենց անձնական շահերի, հա, պետք է ընկերության հաշվին գնան տարբեր տեսակի աշխարհի ճանապարհություններ, իրենց բարեկամներին մտցնեն ընկերություն եւ այլ, որը որ կարող է խավարել։ Սա է հիմնականում ESG governance-ի մասը գնահատում։ Մեզ մոտ իրականում մշակույթը կորպորատիվ կառավարման առումով այդքան էլ լավ դրված չէ։ Կամաց հիմա կարծես թե բարձանում է, որովհետև ես ականատես եմ եղել վերջի արդեն 4-5 տարում բանկերում կարծես թե այդ մշակույթը ձևավորվում է, որ խորհուրդները սկսում են ավելի ակտիվ դերակատարություններ ունեն։ Մինչ այդ խորհուրդները կարծես թե այդքան շատ հակադրություններ չունեն, որովհետև խորհրդում դրված էին մարդիկ, որոնք որ այդ ոլորտի ենթային ուղղակի բաժնետերի մտերիմներն էին շատ ուժեղ կամ հիմա բանկային համակարգում այդպես չի։ Բանկային համակարգում այո, կամաց այդ բանը փոխվում է։ Իհարկե հարց է առաջանում, թե որքանով է, որովհետև միշտ չափ պետք է մտցնես, ասենք բանկեր իմ դիտարկման բանկեր կան, որտեղ որ կորպորատիվ կառավարումը շատ ավելի ուժեղ է, բանկեր կան, որտեղ հարաբերականորեն ավելի թույլ է, բայց ընդհանուր առմամբ այստեղ կա։ Այս կառավարման կոնցեպտը իրականում, որ ինչպես մեկ է դու բիզնեսը կառավարես, դա ունի նաև երկարաժամկետ հեռանկարն է, դա համար ESG այդ կոչեցյալը ամբողջ աշխարհում, որ շրջանառվում է մեծ ուշադրություն են դարձնում governance-ի, կա ոսկյա կանոն, բոլոր այն ընկերությունները, որտեղ որ կորպորատիվ կառավարումը եւ կառավարման այդ մեթոդիկաները լավ է դրված, նա ունի ավելի երկար կյանք։ Ես էլի բարձունակ օրինակ բերեմ, այս գրիչը արտադրում է ինչ որ մի X ընկերություն։ Գործարարը հայտարարում է, որ ես չեմ օգտագործում իմ բիզնեսում սև փողեր, ամբողջը թափանցիկ է։ Եվ դրա համար այս գրիչը 10 դրամ կամ 100 դրամ ավել արժի։ Արդյոք սպառողը, հայաստանցի սպառողը դա հասկանում է եւ իսկապես 100 դրամ ավել է վճարում, թե ասում է սա հարիվ է, ավելի լավ է թող սև փողեր օգտագործի էժան ծախի վրա։ Որն է խնդիրը այստեղ։ Տեսեք, այդտեղ մենք ունենք մի քանի լայնաշերտ պատասխան։ Ես ես հիմա բացատրեմ։ Զարգացած երկրներում իրականում Արամ ջան, դա էական ազդում է։ Այո, ազդում է ինչու համար, որովհետև հասարակությունը ավելի կայացած է, հա, եւ նրանք շատ լավ հասկանում են, որ այդ ընկերությունը, եթե ինքը թափանցիկ փողեր է օգտագործում, նշանակում է ամբողջությամբ հարկման դաշտում է, նշանակում է չի գողանում, իսկ այդ գողանալը իրենցից է։ Իսկ եթե հարկային դաշտում է եւ թափանցիկ է, նա հարկեր է վճարում, նա օգնում է բարեկեցության ընդհանուր հասարակության, որովհետեւ այդ հարկերից առողջապահական ծախսեր են կատարում, սոցիալական ծախսեր են կատարում, ենթակառուցվածքների եւ սպառողը հենց ինքն է իրականում օգտվում դրանից, որովհետեւ եթե դու հարկ չես վճարում, եթե հարկերը չես վճարում, բնականաբար առողջապահական ոլորտը ավելի ցածր է։ Բայց այստեղ կա մի այդ միջնորդ, Արամ ջան, որը որ խանգարում է այս իրավիճակին, հա, դա կառավարությունն է։ Դրա համար կառավարության կողմից թե ինչպես են այս ծախսերը կատարվում, որովհետեւ ֆիզիկական անձը սպառողը դատողություն է անում։ Լավ, տնտեսվարողները լավ հարկեր վճարեցին։ Եթե կառավարությունը վատ է ծախսում այդ ծախսերը եւ բարեկեցությունը դրանից չի բարձրանում սովորական քաղաքացու, նա արդեն իր համար միևնույն է դա։ Ինչու՞։ Բացատրեմ։ Որովհետեւ եթե բացենք օրինակ, ես միշտ հողում եմ կատարում Փարաթասարիմ շոումի tax policy handbook-ը, դա գուրու է արժույթի միջազգային հիմնադրամից հարկային քաղաքականության տեսանկյունից եւ գրվում է առաջի սկզբնական ներածականում բացատրում է թե ինչու է բիզնեսը եւ առավել եւս հասարակությունը մարդիկ վճարում հարկեր, հա, որովհետեւ մարդը սպառում անելուց հարկ է վճարում, եկամուտ ստանալուց հարկ է վճարում, սպառումը անուղակի հարկերով, եկամուտ ստանալով ենթային եկամտային հարկով կամ ենթային կապիտալի հավելաճի հարկով եւ այլն։ Այդ հարկերը, որ վճարում է, ինչ է ուզում մարդը տեսնել, հասկանաք, մարդը ուզում է տեսնել, որ ծառայությունները պետությունը մատուցում է իրար եւ որակով,
Դրանք են դատական, քո սեփականության իրավունքի պաշտպանությունը, մենք ձեզ հետ մի անգամ զրուցում էինք Աջեմօղլուի, Ռոբինսոնի եւ Սայմոն Ջոնսոնի Նոբելյան մրցանակը եւ հիշում եք այնտեղ իրենց ամենակարևոր թեզը սեփականության իրավունքի պաշտպանությունն է։ Սա շատ կարևոր դոկտրինա է։ Այն երկրներում, որտեղ սեփականության իրավունքը լավ պաշտպանված է եւ նա ունի թևեր, հա, նաեւ մարդու իրավունքներ, թե դու ոնց ես կարողանում դա իրացնես, սովորաբար այդտեղ հարկային դիսցիպլինան ավելի բարձր է, ինստիտուտները լավ զարգացած են եւ մարդը այդքան շատ աղմուկ չի բարձրացնում, երբ որ հարկերը բարձր լինում։ Ձեզ օրինակ բերեմ, ինչու օրինակ աֆրիկյան երկրներում հարկեր հնացուցանիշը շատ ցածր է կամ հարկային դրույքների մասով հարաբերականորեն անձ ավելի քիչ է հարկվում, բայց մի քիչ բարձրացնում է ստարտանջումը, իսկ միայն զարգացած երկրներում Նորվեգիայում 40-45%-ով հարկ է վճարում, բայց չի այդքան տարտանջում, որովհետև փոխարենը, երբ որ իր եկամուտը կիսվում է պետության հետ, նա փոխարենը ստանում է այդ բարիքը, եւ սա կարեւոր է։ Հենց դրա համար էլ այդ դոկտրինան, որ դուք ասեցիք, հա, գրիչի վրա ես ծախսել եմ թափանցիկ բան, դա աշխատում է այդ հասարակության մոտ։ Համեմատաբար ավելի թույլ է աշխատում այն հասարակության մոտ, որտեղ որ ենթային պետական ինստիտուտները լավ կայացած չեն, որովհետեւ գիտեք, ձեզ օրինակ բերեմ։ Հենց մեր կյանքի իրականությունից։ Տեսեք, մենք անընդհատ խոսում ենք միշտ ոստիկանության բյուջեն աճում է, ես միշտ դրա համար դրական եմ վերաբերվում, ասում, գիտեք, չի կարող բյուջեն մնալ նույնը։ Կյանք թանկանում է, նորմալ է, որ ոստիկանը գեղեցիկ հագնված է լավ ավտոմեքենաներով, բայց ես հարկ վճարում եմ եւ մենք բոլորս հարկ վճարում ենք ոչ թե որ ոստիկանը ուղղակի գեղեցիկ ավտոմեքենաներով պատտվի, այլ որ իմ անվտանգությունը ապահովված լինի, բայց ինչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ օրինակի համար ըստ ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշների հանցագործությունների թիվը աճում է։ Սա արդեն միջին, որ վիճակագրական սպառողի մոտ արդեն դժկամություն է առաջացնում, որովհետև ինքը տեսնում է իր վճարած հարկերը լավ բարձրանում են, ինքը ավելի շատ հարկ է վճարում, ծախսերը ավելանում են, բայց փոխանակ իր անվտանգությունը ավելի կայունանա, ավելի լավ լինի, հակառակը։ Օրինակ 2017 թվականին հանցագործությունների միջին թիվը, եթե չեմ սխալվում, շուրջ 19000 է եղել, այսօր մենք ունենք հանցագործությունների 40000-ից ավել թիվ։ Սա արդեն վտանգավոր է։ Դրա համար, երբ որ այդ դոկտրինան ասում են, այդտեղ միջանկյալ այսպես քողարկված խաղացող կա, որը կառավարությունն է, եւ նա կարող է ազդել այս ընկալումների վրա սպառող եւ տնտեսվարող։ Աշխարհում մի քանի ընկերություն կա, խոշոր, որոնք տալիս են սոցիալական պատասխանատվության սերտիֆիկատ։ Առաջ ասում են знак качества, հա։ Ինչպես է այդ գործընթացին վերաբերվում եւ արդյոք հնարավոր է այդ գործընթացը մտցնել Հայաստանում։ Կարծում եմ այո, եւ այստեղ նորից եմ ասում, սա մշակույթի եւ ինչ չափանիշներ պետք է լինեն, հա։ Շատ լավ հարց եք տալի, ես կարծում եմ վաղ թե ուշ դա պետք է լինի եւ իրականում որպեսզի տեսեք փոփոխություններ կատարելու համար շատ կարեւոր է լիդերշիփը, առաջնորդությունը, ովքեր են առաջնորդում Արամջան եւ այսօր ես կհիշատակեմ Կոտերի 8 քայլեր փոփոխություններ կատարելու համար այդ գիրքը շատ հետաքրքիր գիրք է։ Ես ինքս երբ որ ընթերցում էի, հիշեցի մոտ նոստալգիա առը թե որ քայլերի վրա մենք ձախողվեցինք օրինակ կենսաթոշակային բարեփոխումներ անելու համար, հա, ինչու այն մարդիկ, որոնք որ այն երիտասարդները, որոնք մեր կողքը պետք է կանգնեն, հիմա են բոլորը խոսում, որ կենսաթոշակայինը հաջողված է, բայց այն ժամանակ հիշում եք դեմոնստրացիաներ եւ այն բան եղավ։ Այդ 8 քայլերից երբ որ նա ներկայացնում է թե ինչպես պետք է փոփոխությունները կատարեն, որովհետև այն ինչ որ դուք նշում եք այդ սոցիալական սերտիֆիկատ տալը արդյոք հանրության համար անկարելիք են, դա փոփոխություն է։ Դա նաև փոփոխություն է հանրային ընկալման տեսանկյունից։ Եվ գործարանների շրջանում Եվ գործարանների շրջանակներում միանշանակ եւ այդտեղ գալիս է առաջնորդություն, ովքեր են առաջնորդները, ովքեր են այն ընկերությունները, որոնք որ ընկալում են, որ իրականում այդ սոցիալական պատասխանատվությունը եւ այդ ծախսերը դա փոխադարձ խաղ է, դա միակողմանի հիմա ասած սանք քոս չի, մեռյալ ծախքեր չի, որովհետեւ երբ որ դու ներդնում ես կատարում քո աշխատակցի վրա, դա հետ է վերադառնում քեզ, որովհետեւ դու ստանում ես ավելի արտադողական աշխատակից, ավելին այդ աշխատակիցը
այդ գիտելիքը չէ որ նա միայն քո ընկերության համար չի օգտագործում, նա դառնում է հանրության համար ավելի պիտանի անձ։ Վաղը միսօր ընտրությունների ժամանակ, երբ որ մենք հիմա բոլորս բողոքում ենք, ասում ենք ինչպես կարելի է ժողովուրդը չի հասկանում ինչը ոնց է, դու ստանում ես ավելի ընկալելի եւ ավելի պահանջատեր քաղաքացի։ Դա լավ է թե վատ է, իհարկե լավ է տնտեսվարողի տեսանկյունից, որովհետեւ այդ պահանջատեր քաղաքացին նաեւ ճնշում է գործադրում կառավարության համար, որ ոչ թե լինել այն ինչ որ մենք այսօր ունենք, ասենք քայլեր անել, որի համար ընդհանրապես պատասխանատվություն չկրես, հետո գցես 7 տարի ասում նույն բանը ասես նախկիններն, սա կարող կարծես թե չի լինի, որովհետև դու կարողացել ես ստեղծես աշխատակից, ներարկել ես կոպիտ ասած հանրության մեջ մարդիկ, որոնք ավելի հասու են, որոնք ավելի գիտակից են, եւ այս տեսանկյունից կատարելու համար այո պետք է սկսել հիմնականում լիդերշիփից կառավարման այն վերևի օղակից իհարկե ներքևի օղակում էլ կան գործիքներ որոնք որ տրեյնինգների կամ սեմինարների միջոցով փորձում ես ընկալելի դարձնել բայց հավատացեք արամ ես ինքս երբ որ սկսել եմ դա եւ իմ փորձով եւ սկսել եմ բիզնես ուսումնասիրել եւս մեկ անգամ հանգել եմ այն ուղղության վրա որ փոփոխությունների մեծ զգալի կշիռը ընկած է վերևի մակարդակի վրա եւ այստեղից պետք է սկսենք մենք այդտեղից պետք է մարդկանց հետ խոսենք հենց դրա համար ազգային բուրժուազիա այդ գաղափարը նորից մենք ասում ենք գնում է հանգում է նրան որ ոչ թե դու շատ ռեսուրս պետք է ծախսես ներքևի լայն մասաների վրա որպեսզի նրանց կրթես, այլ պետք է այն վերևի մարդկանց մենտալիտետը եւ ընկալումը փոխես, որպեսզի նրանք ավելի երկարաժամկետ հեռանկարներ ունենան եւ դες վստահեցնում եմ նրանք նաեւ իրենք ամեն մեկը իրենց փոփոխությունները կատարեն։ Գիտեք, դες մեկ օրինակ բերեմ սոցիալ հոգեբանության մեջ բավականին շատ տեսություններ կան, թե ինչպես կարող ես հանրությանը կառավարես։ Ի դեպը մասոնական համայնքը հենց դրանով էլ առաջնորդվում է։ Հա նրանք երբ որ աճերը կա որ ամբողջ աշխարհում բնակչության թիվը դե եթե մենք նայենք օրինակ վերջի 2000-ամյակներում մենք շատ ավելի արագ ենք միլիարդներով աճել օրինակ վերջի միլիարդը աճել է 17 տարվա ընթացքում հա իսկ դրանից առաջ միլիարդը 70 տարվա ընթացքում դրանից առաջ միլիարդը 200 տարվա ընթացքում եւ այլ հա եւ մասոնական այդ համանքը երբ որ տեսնում են որ այս աճը անխուսափելի է բնականաբար հանրության կամ մասաների կառավարելու համար քեզ մոտ ծախսերը տավելանում է, որովհետեւ դու չես կարող այդ լայն զանգվածներին կառավարես։ Պետք է ստեղծես խմբեր, որտեղ լինեն լիդերներ եւ այդ լիդերին միայն կառավարելով դու կարող ես ամբողջ խումբը կառավարել։ Սա է գաղափարը եւ այս ազգային բուրժուազիայի հենց այդ մոտեցումը մենք փորձում ենք հենց այդտեղ ոչ թե շատ ռեսուրս ծախսենք այն ներքևի մակարդակի վրա, այլ վերևի մակարդակին փորձենք կառավարենք, ոչ թե կառավարենք, իրենք պետք է իրենց կառավարեն եւ հասարակությունը եւ կարողանանք որոշակի փոփոխություններ ունենալ։ Վերջին հարցը Վարդան, ես որոշել եմ բոլորին հարցնեմ, այդ հարցը տամ, քանի որ դուք առաջինն եք, մանավանդ հիմա պետք է այդ հարցը հնչի։ Ում կցանկանայիք, որ ես հրավիրեմ այս հաղորդաշարի։ Դուք կարող եք անվանապես ասել եւ կարող եք ոլորտներով, այսպես ասել։ Գիտեք, ես շատ լավ հարց եք տալի, ես մտածում եմ երևի թե 1-2 հաղորդաշար պետք է լինեն ձեր հյուրատնգաղափարակից մարդիկ, հա, որ իմ նշած այս իմ բացի ինձանից եւս 4 իմ գործընկերները, որոնք որ շատ ավելի ինձանից խելացի են եւ շատ ավելի հետաքրքիր թեզեր են նետել ասպարեզ Քոչարյան Կարենը, Վաչե Կապրիլյանը, Հայկը Շեկյանը եւ Անանյան Դավիթը ցանկալի կլիներ որ նրանք լրացնեն այս գաղափարը, որից հետո շատ կցանկանայի տեսնել նաեւ բիզնեսմեններին, այն տնտեսական թե իրանք ոնց են մոտենում այս գաղափարին, որովհետեւ այդտեղից մենք կվերցնենք որոշակի տնային աշխատանք։ Շատ հետաքրքիր է, որ մենք ինքներս ենք խոսում իրենց հետ, մենք ինքներս ենք փորձում որևիցե հարթակների միջոցով այդ կոմունիկացիաները ստանանք, որովհետեւ գիտեք ոսկյա կանոն կա տնտեսագիտության մեջ եւ այդ կանոնը աշխատում է նաեւ մեր հանրային կյանքում։ Կանոնը շատ պարզ է։ Մի փորձիր վաճառես այն, ինչ որ արտադրել ես, այլ փորձիր արտադրել այն, ինչ որ կարող ես վաճառել։ Հրաշալի խոսքեր են։ Ինչ որ դիմացինն է ցանկանում։ Դրա համար մեզ համար շատ կարևոր է, որ
Իսկ ինչ են ցանկանում բիզնեսը, հասկանում ես վստահ եմ նրանք ռացիոնալ են, եթե նրանք կայացած բիզնեսմեններ են, նրանք ռացիոնալ են, նրանք ամեն ինչը շատ լավ հաշվարկում են։ Հետևաբար այդ ինչ են ցանկանում, դրանից մենք կստանանք նաև ազդակել, թե ինչ պետք է անել, ինչ տնային աշխատանք մենք պետք է կատարենք, որպեսզի այս գաղափարը մենք կյանքի կոչենք եւ ավելի հեշտ տարբերակով։ Շնորհակալություն Վարդան հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանի հետ։